մենք Սուրբ սերիալի հերթական սերիան չենք նայելու։ Մենք հերթական անգամ խոսալու ենք հերթական Սուրբից, այս անգամ Սուրբ 3-ից։ Իմ իմացած բոլոր սրբերը վերակենդանացել են ամենաշատը 1 անգամ, այսօրվա մեջ հյուրերը 3 անգամ։ Այստեղ եմ ես հրավիրել մեծ սիրով Սուրբ Ռաֆայելին, Սուրբ Հայկին եւ Սուրբ Վիլենին, որոնց հետ կխոսանք Սուրբ 3 նախագծից, եթե իհարկե նրանք այսօր ցանկանան իմ հետ անկեղծանան։ Իսկ եթե չցանկանանք, պրոստը Եթե չցանկանանք, ուղղակի հելը գնացեք ձեր փոխարեն ուրիշին կբերենք։ Այք ինձ ու հեռախոսադիտողներին ամենաշատը հետաքրքիր է լինելու, որ Սուրբ 1-ում քեզ կրակեցին որոշ մարդիկ, Սուրբ 2-ում չկայր եւ Սուրբ 3-ում վերածնվեցիր։ Դե ասա հələ տեսնեմ այդ ոնց։ Այսինքն հետաքրքիր չէր, որ առաջինում կրակեցին Վիլենին, երկրորդում ինվալիդ է, Ես իրան էլ եմ հարց։ Հետաքրքիր է ես ինչի համար կա։ Այ հաջորդ հարցին ոնց որ բան արեցիր, էլի։ Գրուչոք գցեցիր, հայ, հենց ուզում էի հաջորդ հարցը իրեն է տայի։ Հա ինչ որ մարդիկ բուժեցին։ Բուժեցին։ Պարզվեց նենց չի կարևոր տեղեր չէր կպել, էլի։ Ռաֆ, դու որպես այս նախագծերի Սուրբ 1, Սուրբ 2 նախագծերի Սուրբ 1 հետ կապ չունեմ։ Լավ, Սուրբ 3-ի գլխավոր պրոդյուսեր։ Քեզ եփ են խփելու բրծնենք։ 4-ը նկարենք խփեն։ 4-ը նկարեք։ Ահա, 4 լինելու է, թե չէ։ Դե կախված է Սուրբ 3-ից։ Այս երկու մարդկանցից։ Լավ, այ հասկանանք Սուրբ 3-ը քանի մասից է լինում, բաղկացած։ 24 մասից է։ 24 մասը, որտեվ մեր փորձը ցույց տվեց, որ 11-ը քիչ է, 12-ը քիչ է, կերպարներն հենց սիրում են։ Սիրում են կերպարներին, արդեն բրծնում է նախագիծը։ Սուրբ 1-ը ուրիշ նախագիծ էր, վիզուալ որ sense նայում էր, Սուրբ 2-ը ոնց որ լրիվ այլ աշխարհ լիներ, Սուրբ 3-ը вообще ուրիշ աշխարհ է։ Միքսն է։ Միքսն է։ Սուրբ 3-ը միքսն է։ Համ վիզուալ, համ սցենարական։ Բիլեն, որ նայեցիր Սուրբ Հայկ։ Վիլենը ես եմ, Հայկը ինքը։ Արա դե խառնում են, թե ով է որոշեց քո անունը Վիլեն դնի քո անուն։ Չխնդրում եմ, որ Վիլենը զանգում այս սյոմկեքից առաջ, ասում է բրատ նայ։ Ես Վիլենն եմ։ Հա։ Գնում եմ Վիոլետի ու մոտ, երեխու անունի չէր։ Տեսարան կար։ Վիլեն, Վիոլետ, Վիլենչիկ, Վիլենչիկ։ Ասում է կարանք Վիոլետի անունը փոխենք ուրիշ անուն դնենք։ Անունների կրիզիս ունենք, ես ոնց հասկանում։ Տան մեջ պատկերացա մեկը գոռում է Վիլ։ Վիլ։ Իսկ Վիլենի կերպարին կարոտել էիր։ Բավականին շատ։ Հա, չէ, ընկերներս է գործընկերներս է գիտեն, ես առանձնահատուկ ունեմ այս վերաբերմունք Սուրբ նախագծին։ Վիլենի կերպարն էլ արդեն հոգեհարազատ դարձած ու հետաքրքիր է։ Այն լեզվով շարժում ելնելու է, այն կարոնին, այն քո սիրածը, այն իմ սիրածը։ Դերասանական խաղի հետ կապված ամբողջ սեզոնի ընթացքում Վիլենը ինչ որ լեզվով ինչ որ շարժում էր գտել։ Հենց այդ կտորը ուղարկել էին, որ ինչ որ մի ճաղատ տղա ասում է, թե բա ինչ որ գյուղական կերպար է խաղում, բայց այս ինչ է։ Ինքը սրոր վանգելը շքանա սպասել։ Բայց արի մի բան է ասենք, որ Վիլենի այս կերպարը այս սերիայում արդեն ուրիշ է։ Այն ինչ որ գրած էր շփի խաղար, ասում է ինչ անելու էլի։ Ու ստեղ ինքը արդեն այն կերպարում է, կամ չէ, ինչ չակերտներ բացում են սկզբից երևում է, ինքը ուզում է փախնի իր անցյալից։ Այդ աշխարհներից։ Հա, ու ոնց է ինքը այս կերպարը խաղում, այս դաբլ խզարեց ու առաջին եթե մենք տենում ենք Վիլենին ով դավայ փրթեմ, ստեղ այն կերպարն է խաղում, որ ուզում է փախնի ու իդեալական մեջն է մտել։ Մարդը ուզում է կտրվի ու մարդուն չեն թողում։ Մարդուն ով չի թողում, այ ինքը չի թողում։ Ահա, հիմա խոսանք քեզնից։ Այն որ երկրորդում ինվալիդ էր, Դե ոնց եղավ, որ եղավ։ Մի քիչ քո կերպարից կպատմես այս երկու նախագծերից հետո, առաջինից հետո երկրորդում մեծ դիապազոնի մեծ sense բան կար էլի, ոնց որ ծայրեղություններ, այստեղ ով է։ Նույն հովորն է։ Նույն հովն է, բայց ինչ որ ջղայնացած կյանքի նկատմամբ թե ինչ։ Չէ, չեմ կարծում, ուղղակի չէ, ինքը հիմա ուրիշ հանգամանքներում է հայտնվել, ինքը չէ, նույն հովն է։ բայց Զբաղված է քրեական աշխարհի։ բայց հա որ նույն հովն է, չէ, ասի, չէ, ես կասեի ավելի շատ հովն հիմա Սուրբ 1-ի Վիլենն է։ Հա։ Հա։ Ավելի շատ տեղերով փոխվել են։ Եթե նա շատ զլադիե էր, այն Վիլենը դու էլի։ Հիմա տեղերով փոխվել եք, չարը մտելա քո մեջ, թե սխալ եմ հարցնում։ Գրեխը մտելա։ Սերիալային խոսա էլի։ Ես այդպես չի ասի, որ չարը մտել է հովի մեջ։ Ինքը իր գործն է անում։ Ուղղակի ի տարբերություն Սուրբ 1-ի, Հա։ այնտեղ ինքը
ըստ սցենարի մղված էր երկրորդ պլան։ Կատարող էր Ըստ ավելի։ գործելու էլի նկատի ունեմ։ Անում էր Հայկոյի կերպարը Վիլենը։ Ստեղ ինքը եկել է առաջի պլան գործելու առումով։ Իսկ ինչ ես կարծում, այդ չար կերպարին ժողովուրդը ավելի չի սիրելու։ Հա, ես չեմ կարող ասեմ։ Որ բացարձակ չարիք որպես, չէ՞, բացարձակ։ Չէ, տենց չի։ Հասկացա։ Իսկ այս կերպարին պատրաստվելու, հենց այս տեսակ կերպարին պատրաստվելու, հեչ եղելա գնաս շփվես, ասենք, տենց ինչ-որ կրիմինալ աշխարհից ինչ-որ մարդու կամ մարդկանց հետ, որպեսզի իրանից ինչ-որ արտահայտություններ, հայացք, ես կադրեմ, տեսեք, շատ ինչ-որ հայացքներդ ու բաներդ շատ հստակ են, ինչ-որ կոնկրետ կերպար ես բռնե ու իրան տենց հա տանում ես։ Ինչ-որ մեկին ես սա կրկնօրինակում, թե հենց ահագին շփվել է իմ հետ։ Քո հետ։ Չէ, բայց իրականում ես այդ որ ասում ես որտեղից ես վերցրել, հետևել ես այդ քրեական աշխարհի որոշակի այդ մարդկանց, բացարձակ ասեմ որտեղից եմ վերցրել եմ ֆիլմերից հիմնականում, որովհետև չեմ կարծում որ դա վատ բան է, էլի վստահել են մարդկանց փորձին, որոնց մենք բոլորս գիտենք, պաշտում ենք, այսինքն այդ մարդկանց մասին է խոսքը, ովքեր նկարվել են չգիտեմ, սոպրանոյում, կնքահայրում, եւ այլն, իրանցից եմ վերցրել։ Իսկ կոմբո կերպար, այսինքն հավաքական սոպրանոից էս, Ալ Պաչինոից էս, թե հենց կոնկրետ մեկին, հավաքական։ Չէ, ես օրինակ իմ համար աշխատելու ձև եմ վերցրել, որտեղ ինքը ժանրային ֆիլմ է։ Ես պիտի հավաքական կերպար ստեղծեմ, ոչ թե մարդ։ Եթե մարդ ստեղծեմ, կարող է 7-րդ սերիայում էլ հետաքրքիր չլինի։ Դրա համար ես իրան հավաքական եմ սարքում, կոնկրետ։ Մենք կոնկրետ է, կոնկրետ հայացք։ Ինչ չի կարող պայտակ թուլանա։ Կոնկրետ է ինքը, որովհետեւ ինքը հետաքրքիր ունի դիստանցիայի վրա, էլի։ Իսկ լավ տղա է քո կերպարը։ Դու Հա բա ինչ է, ինքը լավ տղա է, որովհետեւ ինքը զբաղվում է այդ գործով, որը անում է հրաշալի։ Բայց գումես ամեն ներվայնանում է։ հա, ասիկ լավ տղա է այդ տղա։ Չէ, բայց ինքը զբաղվում է այդ գործով, ինքը անում է դա հրաշալի։ Չի է վատը։ Հա, վատ գործով է զբաղվում, բայց այդ ուրիշ տեսակ։ Ընկերություն կանեիր իր հետ, թե չէ իրան իրական։ Իհարկե ոչ։ Ոչ չէ իրան։ Չբացառվում է։ Ինչ կասեիր, որ դիմացը դուրս գար։ Ոչ մի բան կփախնեի։ Հերրու կխաղայի։ Աջը կփախնեի լուրջ։ Լավ, հիմա ունեցանք երրորդ եթերաշրջան։ Ոնց է որոշվում, էլի, այսինքն դու ասացիր հələ հասկանանք բանման, հստակ պատասխան չտվի չորրորդի։ Ոնց որոշվեց, որ լինի երկրորդ, ոնց որոշվեց, որ լինի երրորդ ու ոնց է որոշվել, որ լինի չորրորդ, օրինակ եմ Այս հարցը ինձ էլ է հետաքրքիր։ Նայում ենք քեզ։ Նա այդ սուրբ մեկը ֆենոմեն էր։ Արի չեսնի խոսանք էլի, այսինքն ինչքան մարդ նայեց իրան, ինչ արձագանք ստացավ, ինքը ֆենոմեն էր։ Սուրբ երկուսը փորձեր առանց հիմնական դերասանների բացի Վիլենից իրան շարունակել ուրիշ ձեռագրով։ Էլի շատ մարդ նայեց։ Ու մենք հասկացանք, եթե մենք փորձենք միքս անենք այդ երկու պատմությունը ու երկու մասային, համ մեկի, համ երկրորդի ու ստեղծենք երրորդը, կարելի է համադրել աուդիտորիաները ու ավելի, չգիտեմ, հետաքրքիր սարքել պատմությունը ու ավելի բոմբել։ Լավ, ուրիշ հարց տամ, հաջորդ նախագիծը օրինակ ի՞նչ է լինելու։ Ну 11 երկրորդն է։ Ահա, այ հենց այդ էի ուզում հարցնել։ Այսինքն 11-ը որոշել եք, որ երկրորդ եթերաշրջան լինի։ Էլի ինչ կրիտերիաներով է, էլի 11-ի երկրորդ։ Դե պատմությունը այնտեղ կիսատ մնաց, վերջում ինքը զանգ է ստանում, որ գնում է մեծ ֆուտբոլիստների թիմի տրեներ, ու պատմությունը արդեն դրա մասին է։ Լրիվ ուրիշ պատմություն։ Բայց էլի ֆուտբոլի մասին, էլի երեխեքի մասին, էլի ինչքան դժվար է այդ երեխեքին բանտից դուրս համակերպվել իրանց եղած կյանքին ու սովորական աշխարհին։ Ավելի լավ է նոր նախագիծ, անունը, չգիտեմ, ինչ ուզում ես, թե Սուրբ 4։ Նոր նախագիծ։ Նոր նախագիծ։ Իսկ ափսոս չի կերպարդ, այսքան սիրված, այսքան տանջված, այսքան քո կողմից գործ արած։ Իմ սուբյեկտիվ կարծիքով մեր պրոդյուսերների, սցենարիստների ու ներդրող մարդկանց խնդիրը հենց այդ է, որ եթե իրանք ստանում են ինչ-որ մի լավ բան, չարժի այդ քամել միջև վերջ։ Ես կարծում եմ, եթե դու կարողացել ես ստեղծել ինչ-որ մի լավ նախագիծ, ուրեմն կարող ես մեկ ուրիշն էլ ստեղծել։ Պարտադիր չի դու նույն բանը ճլես, միջև վերջ դարձնես, չգիտեմ ինչ։ Դրա համար իմ կարծիքով ավելի հետաքրքիր է ապագայում լինի մի քանի նախագիծ, ոչինչ թող չունենա նույն արձագանքը, բայց դու փորձես ուրիշ բան, քան դու ունես հրաշալի նախագիծ ստացված ու եկեք ճլենք միջև վերջ, տեսնենք ինչ է ստացվում։ Այստեղ ես Հայկի հետ մի քիչ համաձայն չեմ, որովհետև այ հիմա ինչքան դաժան կներ մեր վիճակ, եթե սոպրանոն ուներ մի սեզոն։ Հենց այդ էի ուզում օրինակ բերել։ Այստեղ ես երևի Հայկն է կհամաձայնվի, այդ ճլել գաղափարը պիտի դուրս գա։ Այսինքն եթե հետաքրքիր պատմություն ունես, բան գտած լինի նույն 4-ը կամ 3-ը, հա, այսինքն ինքն է դեմ չի լինի խաղալ։ Այստեղ կարևոր է շատ թե ինչ պատմություն է հորինվում։ Ու
մեր խնդիրը ու բոլորի խնդիրը մենք նոր ենք եկել այդ մտքին։ Հիմա որ մենք մտածում ենք սերիալը, դու եկեք տեսնա դեկտեմբերի հետ կապված սերիալ ենք գրում։ Մենք արդեն մտածում ենք միանգամից 3 սեզոն, որտեղ մարդկանց հետաքրքիր է այդ աշխարհը։ Եթե դու ստեղծում ես մի հատ աշխարհ ու այդ աշխարհը մարդուն հետաքրքիր է, մի սեզոն անելը մի քիչ տենց մարդիկ շատ կարոտում են, էլի։ Նայ, ես քո դերասանական դիապազոնի վրա ընդհանրապես չեմ կասկածում, վստահ եմ, որ ինչ որ մի լավ կերպար նոր նախագծում կստանաս, այսինքն հաստատ ինչ որ մի բան կանես, էլի, այս բոլոր նախագծում տարբեր կերպարներ, չէ՞, այսքան ժամանակ խաղաց է, ու էլի հաջորդ նախագծում Հիմա Սուրբում էլ է ինքը տարբեր կերպարներ խաղում, հենց այդ է Սուրբ 1-ի 1-ի Սուրբ 3-ի մեջ էլ տարբեր կերպարներ են։ Ահա, 1-ում 3-ում էլի տարբերություն ենք տեսնում։ Վախ չկա դերասանի համար, օրինակ ես որ դերասան լինեի, առաջի վախս կլիներ, հա բայց ինչքան դեր կարամ խաղամ։ Իհարկե կա։ Վախ չկա որ հաջորդ նախագծի կերպարը ոչ թե բան, այնեք չսիրվելու։ Ես գիտեմ դերասանի մեջ մեծ ստրես է, կերպար չսիրվելը։ Կա, իհարկե։ Չգիտեմ։ Կարող սխալվում եմ։ Կա համ այդ վախը չսիրվելու, համ կա վախ լճանալու մի կերպարի մեջ, մի նախագծի մի կերպարի մեջ ու դրա համար էլ, չգիտեմ, իմ կարծիքով դերասանը իր կյանքում ամենամեծ ցանկություններից մեկը տարբեր կերպարներ կերտելն է ու ստանալն է։ Ու ինքը ետել է իր համար բան հետաքրքիր խաղ կկարողանա, թե չէ։ Իրավացիան վար։ Նույնիսկ Վիլենի պարագայում 3 սուրբերի մեջ էլ լինել 3 տարբեր կերպար։ Կերպարով չէ, էլի նույն հովոնա, բայց 3 ձև մատուցել այն, որ չէ որ մենք բոլորս մեր կյանքում ունեցենք տարբեր փուլեր ու տարբեր մարդիկ ենք եղել։ Ես ասենք նայում եմ մի 10-քանի տարի առաջվա իմ ինչ որ մի բան, ասում եմ, վայ մամա ջան, այս սով եմ եղել ես։ Դու չես փոխվել, Լևոն։ Ես նույնն եմ մնացել, բա մազեր ես, այն ժամանակ մազում էի, հիմա քաչա։ Այս ով է, էլի։ Հա, Սուրբում էլ դու 3 տարբեր ոնց որ հովոն է լինեն, նույն հովոն, բայց 3 ինտերպրետացիաներով։ Էլի նոր կերպար ես, էլի ընդհանուր առմամբ չէ գտնում թեկուզ նույն նախագծում խաղալու համար։ Դե դու հիմքը դրել ես արդեն ոնց որ Սուրբ 1-ում հիմքը դրել եմ ես, ասենք որպես դերասան, սցենարը ասենք, չգիտեմ, ուսումնասիրել եմ այնքան ինչքան որ կարացել եմ, հիմքը դրել եմ ու ուզում եմ 20-րդ սեզոնը անեմ։ Այդ կերպարի հիմքը դրած արդեն։ Այս պարագայում օրինակ որ Հայկոն ասում է լճանալ, ինքը ուրիշ տեսանկյունից ասում, բայց կերպարային առումով դու անդադ նույն բանն ես խաղում տարբեր հանգամանքներում։ Ու երբևէ տարբեր խնդիրների մեջ։ Հա, էլի տարբեր խնդիրների մեջ, տարբեր։ Միտեղ ես հաշմանդամ էի, բայց նույնն էի տարբեր հանգամանքներով, միտեղ, չգիտեմ, քրեական աշխարհի, չգիտեմ։ Իսկ նույն հարցը, որ տվեցի Հայկին, հաջորդ նախագծի նոր կերպար կերտելու հետ կապված։ Քեզ ավելի հաճելի կլինի երկաթագործը, ինչ որ մի հատ նախագիծ, լրիվ ուրիշ անունով, լրիվ ուրիշ թեմայով։ Վերջին ըպտիլներ, էլի։ Հա, ըպտի լինի։ Ուրիշ կերպար խաղալը քեզ ավելի, ոնց ասեմ, կայֆ ա տալի։ Դե բնականաբար, Հա? բնականաբար։ Դե որ դու Չէ, բնականաբարի հարց չի ինքը։ Չէ, օրինակ ինձ հետաքրքիր է որ դու քո ամպլուան մեկ խաղում ես, չգիտեմ, ինչ որ քրեական աշխարհի մարդ մեկ խաղում ես հոգեվորական։ Օրինակ ես տենց արել եմ, ես խաղացել եմ Սուրբում, զուգահեռ Ջիվան Ավետիսյանի մոտ նկարվել եմ հոգեվորականի դերը։ Իսկ որ կերպարից կհրաժարվես, որ դերից, ինչ ձևի նախագծի, որ կերպարից կհրաժարվես, որ կասես երբեք։ Դե ես իմ արածին տենց լուրջ չեմ վերաբերվում, տենց հրաժարվում եմ։ Չէ, բայց իրականում կարևոր բան է, այդպես բան ասել եմ, հաստատում եմ։ Որովհետև պետք չի էլի տենց պատրանքներով ապրել։ Այ երբ որ գա լավ նախագիծ, այդ ժամանակ ես կխաղամ։ Չէ, հենց հիմա հենց այստեղ։ Հենց հիմա հենց այստեղ։ Դու անում ես ու թող քեզ գնահատական տան, ասեն, սա չի կարում։ Հա ոչինչ, կաշխատենք, կարողանանք։ Եվ կա որ դերասանները, բայց այդ մեկը ճիշտն ասած մի քիչ ընդունում եմ։ Կան դերասաններ, որ օրինակ շատ եմ կարծիքներ լսել, որ կախված է ռեժիսորից, ես նախագծին կմասնակցեմ, թե չէ։ Եթե ռեժիսորը եղավ, այսինչ, այնինչյանը, այսինչով է, այսինչ Չաշվիլին, չգիտեմ, կապ չունի ով է, մենք իրենց մոտ չենք խաղալու։ Օրինակ, կա տենց բան, թե ռեժիսորը հայկական սերիալներում երկրորդ Իսկ պլանը։ պրոյեկտները շատ քիչ են, որ տենց։ Հա, որ տենց ինչ որ կատեգորիա մենք ունենանք։ Չէ, բայց դու չես հանդիպել դերասանների, որոնք հրաժարվել են նախագծից ինչ որ։ Հա, հանդիպել եմ, բայց Նույն շատ քիչ։ նույն Սուրբից հրաժարվողներ կան, որովհետև չեն ուզում կրիմինալ սերիալում հայկական խաղան։ Այդքան համաձայն չեմ քո հետ, չէ։ Համաձայն լինելու չլինելու հարց ես չեմ տալ։ Ես գիտեմ, որ կան դերասաններ, որոնք Սուրբ նախագծից հրաժարվում են, որովհետև ինքը կրիմինալ է։ Իսկ այդ դերասաններն են ասում։ Հա, դերասաններն են ասում, ու ես այդ դերասանին, օրինակ, երբեք չեմ տեսել խաղալուց ինչ որ կրիմինալ սերիալում, որովհետև ինքը համարում է դա այլ մակարդակ, որը Իրանը չի։ Դե չեմ ասի իհարկե եթերով։ Այսինքն Սուրբ 1-ում, 2-ում, թե 3-ում ասենք։ Առհասարակ
որոգայթում, կապ չունի։ Ինքը այսինքն ժանրը չի ուզում։ Հայկական կրիմինալ ժանրում ինքը հրաժարվում է մասնակցել ու երբեք չի խաղացել ու ասում է, որ երբեք չի խաղալու։ Ինքը համարում է, որ դա ցածր որակի պրոդուկտ է, դա ցածր որակ։ Ուսադիրները թույլ չեն տալի, որ ինքը մտնի այդ թեմայի մեջ։ Ահա, եւ եւս մեկ հանգամանք, դա ճիշտ ես ասում շատ, եւ եւս մեկ հանգամանք, որ դա ռոպագանդայա վատ բան է, այսինքն կրիմինալ սերիալում ինչքան էլ ուզում ես վերջում թող մահանան զլադեյները, վատ մարդիկ, բայց մեկը դա վատ ռոպագանդա է, վատ բան ես դու քարոզում, էդ էլ եմ լսել։ Դուք ինչ եք կարծում։ Լավ բան եք անում։ Ուրեմն այդ մարդը չի նայ ոչ սուրբ մեկը, ոչ սուրբ երկուսը։ Այն մարդը որ հրաժարվել է։ Դու գտնում ես, որ վատ ռոպագանդա չկա։ Բացարձակ է։ Լավ, ամենայն հարգանքով ներողություն եմ խնդրում։ Դերասաններ շատ կան, որ եկել են մասնակցելու քասթինգին, թե մեկի, թե երկուսից տեղակ չեմ, գաղափար չունեմ երկուսից, եթե երրորդի կամ իրենց առաջարկել են ինչ-որ մի կերպար, որը 24 մասի ընթացքում փոքր հատվածում է երևում։ Ինքը հրաժարվել է այդ կերպարը խաղալուց ու գնացել է իր անկերական միջավայրում, ասել է, որ ցիտում եմ քո ասածները, որ ես չեմ նկարահանվի այդ ժանրի նախագծերում, բայց իրական պատմությունը մի քիչ ուրիշ է։ Այդ հիմնականում ինձ թվում է այդ ասում են այն դերասանները, ովքեր չեն նկարվում, իրենք մի քիչ տխուր են, որ չեն նկարվում, դրա համար սկսում են մեզ անուն կորցնել։ Երկրորդը մենք ոչ մի վատ բան չենք քարոզում։ Ինչի հարցածայքում, ասեմ ինչի։ Եթե մենք սա անեինք հանրային հեռուստատեսությամբ, գուցե լիքը հարցեր առաջանար, բայց մենք սա անում ենք մասնավոր Սթրիմինգային ալիքով, այո։ Ու թող ծաղկեն ամեն ժանրի ֆիլմեր, ոնց որ թող ծաղկեն ամեն տեսակ ծաղիկների։ Հաջորդ հարցը ում եք ընտրելու ընտրություններում։ Լավ է, մոնտաժը մեր մոտ է գալի։ Քո ասած մարդիկ, որ ասում են օրինակ սերիալ չէ, ֆիլմ հա։ Չէ, կա էլի բան դառած, տաբու դառած, սերիալ։ Լավ, եթե դու այդքան բան ունես, պրինցիպներ ունես, որ սերիալը քխնա, ֆիլմը շատ լավն է։ Արի ուղակի, չգիտեմ, ինձ թվում է, որ մտնեն այս մասնավոր ընկերությունները, հարցնեն, ասեն, ձեր այս նախագծի վրա ինչքան է ձեր բյուջեն, ինչքան գումար եք ծախսել։ Կամ ինչքան մարդ է, ինչքան ռեսուրս է գնում։ Հա, ինչքան մարդ, ինչքան վաստակավոր դերասան կա, օրինակ մեր նախագծում, թե առաջինում ա եղել, երկրորդում, երրորդում, ու այս օրինակ Սուրբ 3-ի բյուջեն, եթե կարան կտրտնենք, լիքը ֆիլմեր դուրս գա։ Հիմա եթե այդ գումարը ծախսում եք օրինակ սերիալի վրա, ֆիլմ չեք ուզում նկարեք, նույն կինոդարանը ֆիլմ նկարելու է, թե չէ, ես գիտեմ, որ դեռևս ֆիլմ չի նկարել կինոդարանը։ Հուլիսից արդեն առաջին նկարանումներն է։ Հուլիսից, հա։ 26 թվականի։ 26 թվականի, հա։ Երկու ամսից։ Շատ լավ։ Սուրբ 6։ Սուրբ 9։ Մոտավորապես։ Թեման եթե Շահբազյանն է ռեժիսորը։ Արամ Շահբազյանը, ով նկարել է Սուրբ 2-ը եւ Մի վախեցիր է։ Մի վախեցիր է Չինչիկը, Մոսկվի իմ սերը, իմ սիրած ֆիլմը հայկական։ Ու նկարում ենք Արամ Մասատրյանի կյանքի մասին ֆիլմ։ Ստամ Սուրբից մի քիչ շատ շեղվեցինք, ինչն է ներվայնացնում քեզ քո պրոդյուսերական աշխատանքի ընթացքում, կարիերայի ժամանակ, նկարանումների ընթացքում կապ չունի։ Միշտ Ներվայնացնում է այն, որ մարդիկ ասում են ձրի ոնց նայեն կինոն։ Ну ամենաշատը դա ներվայնացնում։ Ես այդ նույնի թատրոնի սիմպտոմը գիտեմ ու միշտ ներվայնանում եմ, որ ծանոթներ կային, որ միշտ խնդրում էին, ասենք թատրոնի տոմս են խնդրում, էլի, ասես աղաչում է, լուրջ մարդ է, ասես աղաչում է, որ թատրոնի տոմսը տաս, բայց կասայում կա դրված, էլի, այնտեղ լիքը տոմսեր կա, որ կարաս առնես, չեն առնում, այդ տոմսը վերցնում են, բայց ներկայացումից հետո գնում են, ասենք 50,000 ծախսում են դեմի օբյեկտում, չգիտեմ։ Հիմա դու եթե ուզում ես ձրի նայես, քեզ հավես կլինի, որ պիրոտեխնիկ չաշխատի, գնաց մեկին խփեն, ասենք sense կեչուպով ճպսնի ասի վախ։ Օրինակ։ Հա, բա այդ գումարները, այդ ամեն ինչը ֆիլմի նախագծերի որակը ավելի բարձր պահելու համար է, չէ՞։ Կամ ոտով գան սա։ Հա, կամ Շքեղ ոտով։ մեքենա չլինի։ Շքեղ մեքենա։ Ոտով քայլի հանցագործ։ Կամ գովազդակ Դերասանը օխ խաղա։ Կամ այո, գովազդները։ Դերասանը պատի տակ խաղա։ Ոնց ուզում ես խաղա։ Առանց ոչի բան։ Պատի տակ այսպես դնում ենք ու նկարենք։ Ու դրա հակառակն է կա իմիջիալոց։ Բոլորը կոմենտներում, ես որ բացում օրինակ, ինչ որ սիթկոմ կամ ինչ որ հեռուստատեսային նախագծերի կոմենտներում շատ են գրում, դե սպանիկ ձեր բաներով, հովանավորներով 5 րոպեն մեկ ցույց եք տալի բան, դրա հակառակն է կա։ Այսինքն մարդը համ չի ուզում նայի բան, placement հովանավոր, համ չի ուզում գումար տա չհովանավորվող։ Հիմա նա YouTube-ը ինչ արել, հա, ասենք YouTube-ը արդեն հայերին նախ իրավունք չի տալիս հələ պրեմիում վերցնել առանց գովազ նայի։ Հիմա եթե մենք ասենք
անվճար անենք, բայց մեջը սաղ գովված դրնի, հավատա ավելի դժվար անել մարդկանց նայել, քան թե 2000 դրամ տալը։ Մարդիկ սովորում են ու հենց պլատֆորմաների շատանալը ու կոնտենտի ավելանալը օգնում է որ մարդիկ սովորեն։ Դրա համար, չգիտեմ, փոքր քայլերով պետքա շարժվել առաջ։ Որտեղ ինչ տիպի նախագծում ու ինչ կերպար կուզենայր ստանձներ առաջիկայում, այն որ ասում ենք առաջիկա տարիների ընթացքում, առաջիկա տարիների ընթացքում։ Բայց ես տենց չեմ մտածում իմ գործունեության հանդեպ, չէ։ Ես էլի եմ ասում, ես այստեղ եմ ու հիմա եմ, Սուրբ 3։ Դրանից հետո չգիտեմ ինչ կրեմ։ Շատ համեստ ես մի տեսակ, էլի, այսինքն Համեստ չեմ։ դերասանը չպետք է սենց երազի, այ ես մի հատ այսինքն։ Գիտես, ինձ մեծ հաշվով, քեզ անկեղծ ասեմ, իմ սաղ երազանքները կատարվել է։ Հա։ Հա։ Երևի էդ էլ ուրիշ ստրատեգիա Ես է։ գոհ եմ ինձանից, լավ, անհամեստություն անեմ, ես ինձանից գոհ եմ։ Հասկացա։ Շատ լավ է։ Հայ։ Հայկո։ Մտքերով էր ընկերներ բանը։ Հա, ինչ է, դա ավտոարտադրությունը։ Այդտեղից է կտրվել էլի։ Չէ, երազանքներից ենք խոսում։ Ինչ կերպար կուզենաս խաղաս, որն է քեզ հոգեարազատ, որ պահել ես այդ կերպարը, որ մի հատ այսենց բան, այդտեղ խաղաս։ Եթե օրինակ այս ժանրի մասին ենք խոսում, ես շատ կուզենայի, որ լիներ կրիմինալ նախագիծ, բայց ոչ թե կերպարը լիներ կազմակերպչական թմից, այսինքն ինչ որ մի կլանի ղեկավար լիներ, քո կերպարը լիներ ինչ որ հեղինակություն, այլ լիներ կատարողը։ Նախագիծը լիներ հենց կատարողի մասին, որ ինքը ինչքան այդ կեղտոտ գործերը ոնց է անում, ինչ է անում, ոչ թե ինքը հրաման արձակող լիներ, ինքը կատարող լիներ հենց։ Այդ շատ հետաքրքիր կլիներ իմ կարծիքով, մեկ էլ մեծ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդը, որ էմոցիա ցույց տալիս է, ինչ որ տենց կերպար շատ կուզենայի։ Ժանրը դու խորացար շատ կրիմինալի մեջ, իմ հարցը կրիմինալով չէր։ հոգեբանական դրամա ասես։ Հոգեբանական դրամա, դու քո սիրած ժանրը։ Բանական դա։ Ամեն ինչ։ Ինչ ես պահին առաջարկ։ Ես սենց եմ մտածում, անկեղծ եմ ասում։ Ես սպասում եմ առաջարկների։ Առաջարկը եղավ, կկարդամ, կուսումնասիրեմ, ինչ ժանրի ուզում ա լինի։ Եթե ես ես էլի պիտի անհամեստություն անեմ։ Հասել եմ ինչ-որ մի կետի, որտեղ ես ինձ արդեն ճանաչում եմ ինչ-որ չափով այս կոնկրետ այս նեղ մասնագիտականի մասին է խոսքը։ Դրա համար ես կընտրեմ։ Կուզեմ այդ ժանրի մեջ լինեմ ու այդ կերպարը խաղամ, թե չէ։ Դրա համար նախընտրելի տենց չունեմ։ Գիտես, ես բանաձևն եմ ուզում հասկանամ։ Իսկ ինձ չես հարցում, որտեղ կուզենամ խաղամ։ Խաղաս։ Հենրի 4-րդ, Ուիլյամ Շեքսպիր։ Եկեք մի քիչ սուր հարցեր տանք։ Ռաֆայելին, այո։ Հա։ 11 թե Սուրբ 3։ Չգիտեմ հələ։ Սուրբ 11 թե Սուրբ առաջին։ 11 11 թե Սուրբ 2։ Սուրբ 2։ Ահա, Սուրբ 2 թե Սուրբ 3։ Գիտենք հələ չեմ նայե։ Okay, սուր հարցերը ավարտվեցին։ Վերջը ո՞րն էր։ Ես ուզում եմ այդ Սուրբ, մի րոպե, հա, Սուրբ 3 չգիտես։ Սուրբ 2, ամեն դեպքում հասկացանք, որ Ռաֆայելը իր ֆավորիտ նախագիծը Սուրբ 2-ն է։ 2-ն է։ Ինչ կարծիքի եք դուք առհասարակ որոշ մարդկանց մասին ու ինչ կասեիք իրենց մասին։ Սուրբ 1 եւ Սուրբ 3-ի ռեժիսոր Մհեր Խաչատրյանը։ Տաղանդաշատ Երիտասարդ։ լավ ընկեր։ Հենգեր։ Բոլորը սիրում են Մհերին։ Բոլորը չէ։ Ռեժիսորը всё-таки բղավել, ներվայնանալ։ Բոլորը չէ։ Մարդ գիտեմ որ զզվում։ Չէ, բոլորը չէ, բայց ինքը շատ տաղանդաշատ է։ Հասկացա։ Բայց իրականում մի քիչ տգեղ է, այդտեղ սիրուն է։ Ստեղ եղա դուրս եկե, հա, այս նկարում բան չի եղել։ Չէ, այդտեղ սիրուն է դուրս եկել։ Ստեղ սիրուն դուրս եկե։ Ինչ կարծիքի եք այս մարդու մասին։ Հրաշալի դերասան, վաստակավոր արտիստ։ Ինչ կասեիք նրան, եթե դուրս գար ձեր դիմաց կախարդական ինչ-որ մի։ Կերպարը թե դերասանը։ Կներեսից բացի ինչ կասեիք։ Կերպարը, Դերասաններին էր, չէ՞, կներես։ կերպարը թե դերասանը։ Դու իրականում մտածում ես, որ այդ կերպարը կարող է մեր կերպարների դեմ կարենա դուրս գա։ Դե արի պատկերացնենք։ նայել, հա, Սուրբը։ Արի պատկերացնենք։ Մարլոն Բրանդոն իր կերպարով, Ահա։ Վիտոյով գալիս է Հարություն Մովսիսյանի դեմ, ձեր դուք եք կողից դուրս գանի։ Ինչ կասեիք իրան։ Ես չէի ասես, կուզեի նայի ու։ Կուզեի այդ կտորը նայի։ Ուղղակի նայի։ Ինչ կարծիք եք իր մասին։ Նա Հարություն Ղուկասյանն է, ով Սուրբ 1 եւ Սուրբ 3 նախագծերի սցենարիստն է։ Տադամ։ Էլի հրաշալի սցենարիստ։ Ես տենց Գիտեմ մեր կողմից է խոսում բոլորս։ առանձնապես երկար ժամանակով չեմ շփվել։ Օրինակ հենց ինձ հետաքրքիր է ինքը ինչ կարծիքի է մեր մասին։ Եվ այսքանով, Եվ այսքանով ավարտենք։ այո, Մայիսի 15-ից կինոդարանով արդեն կարող եք տեսնել Սուրբ 3 նախագիծը։ Տեսնենք ինչա ստացվել երրորդ եթերաշրջանը։ Առաջի երկուսը եթե չեք նայել, կարող եք գնալ նայել եւ գալ երրորդը նայել։ Չնայած որ եթե չնայեք էլ, էլի երրորդ եթերաշրջանը նոր պատմությունով սկսում է, կարող եք միայն երրորդը նայել։ Դուք գիտեք։
Շնորհակալություն տղաներ, ցտեսություն։ Կհանդիպենք հաջորդ նախագծում, որտեղ որ լավ դերեր ունենաք։ Տեսություն։